Նորից բարև ձեզ, շնորհակալություն հարգելի գործընկերներ, շնորհակալություն կազմակերպիչներին այս հետաքրքիր քննարկման համար։ Ուզում եմ մի փոքր խոսենք մեր երկրում երևի թե ամենակարևոր ընտրախավի մասին, նրանց մասին, ումով պայմանավորված է մեր երկրի ապագան եւ ապագայի տեսլականը, երիտասարդների։ Բայց մինչև խոսքս հիմնավորեմ, ուզում եմ մի փոքր պատմական էքսկուրս անենք եւ հիշենք 2018 թվականը, ինչ մենք ունեինք Երևանի փողոցներում եւ հասարակության որ հատվածներ ամենաակտիվը։ Դրանք երիտասարդությունն էին, ոչ միայն ուսանողները, այլ նաեւ շատ անգամ դպրոցականներ, որոնք փողոցում էին, փողոցներ էին փակում, հայտնվում էին ոստիկանական բաժանմունքներում, ոգևորված էին եւ սպասում էին լուրջ փոփոխությունների եւ լուսավոր կյանքի։ 2018 թվականից հետո շատ շուտ տեսանք ինչ կատարվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով այդ երիտասարդներից շատերը ի դժբախտություն մեզ բոլորիս հիմա կամ եռաբլուրում են, մնացած մի հատվածներ մի անգամից ինչ որ մի ընկճախտի մեջ հայտնվեց, ապարդյա տեղի ունեցավ, արդարության զգացողությունը կորցրեցին երիտասարդները եւ ընդհանրապես որոշեցին, որ իրենք երկրի ապագայի եւ քաղաքական process-ների հետ կապված ոչ մի առնչություն պետք է չունենան եւ երևի թե նրանք ամենամեծ հատվածն էին, որոնք խոսում էին նրա մասին, որ ոչ մի ընտրություն, ոչ մի բանի չեմ գնալու, ոչ մի բանի չեմ հավատալու, չունեին արդարության զգացողություն, բոլորը ունեն շատ մեծամասնությունը եւ առողջական խնդիրներ 20 թվականից հետո, այսինքն այդ պանիչսկա ատական եվրոզներ եւ այլն, այդ հիվանդությունները այսօր ամենաշատը կրում է երիտասարդությունը մեր երկրում։ Եվ շատ սպասումներով պետք է պատկերացնեինք, թե այս 26 թվականին ինչ է լինելու։ Պարոն Աբովյանը արդեն խոսեց առաջարկ Հայաստանի ծրագրի մասին, նաև պարոն Սուրենյանցը, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ դեռ 2025 թվականի նոյեմբերին, երբ քաղաքական process-ները այսպես ուժգնացած չէին եւ բնականաբար երկիրը նախընտրական փուլում չէր, Գագիկ Ծառուկյանը ազդարարեց առաջարկ Հայաստանին ծրագրի ներքո երիտասարդների միջև մրցույթ, որտեղ երիտասարդները ոչ միայն պետք է խոսեին իրենց խնդիրների մասին, այլ նաև լուծումներ եւ առաջարկներ տային այդ խնդիրներին։ Եվ ես ուզում եմ ասել, որ այսօր արդեն նախընտրական փուլում առաջարկ Հայաստանին ծրագրում մենք ունենք այն կարևորագույն կետերը կրթության եւ երիտասարդության վերաբերյալ, որոնք հենց երիտասարդների հետ շփումների եւ նրանց աշխատանքները ուսումնասիրելու ներքո ստացել ենք եւ այսօր ունենք կարևորագույն կետեր, որոնք ասում են այն մասին, որ առաջարկ Հայաստանին ծրագիրը ինչ է առաջարկում, որ կրթությունը պետք է լինի անվճար մեր երկրում 2028 թվականից սկսված, որտեղ ես ձեզ կարող եմ հիմա մի թիվ հստակ հնչեցնել, որ այսօր մի ուսանողի տարեկան կյանքը դա մի քիչ պայմանավորված է նրանով, թե ինչ բուհում է սովորում եւ ինչքան է կազմում նրա վարձավճարը, եթե սովորում է վճարովի համակարգում, հա, ուրեմն դրանով պայմանավորված երիտասարդի տարեկան ծախսերը կազմում են 2.5-ից 3.5 միլիոն դրամ։ Խնդրում եմ հիմա պատկերացրեք մի երկրում, որտեղ ինչքան է կազմում միջին աշխատավարձը, ինչքան է կազմում նվազագույն աշխատավարձը, այսօր դրա համար էլ երիտասարդները իրենք սկսում են աշխատել, շատ հաճախ գնում են գիշերային աշխատանքի, ու այսպես են որ ռուսերեն ասած չորտով կրուգ է դառնում, մենք աշխատում են նրա համար, որ վճարեն, որպեսզի չսովորեն, մենակ թե կարողանան այդ վճարը տալ, այդ ուսման վճարից ազատվել։ Երկրորդ ամենակարևոր հարցը, որ ունի ծրագիրը, դա մարզերից եկած երիտասարդների բնակարանային խնդիրն է, հարգելի գործընկերներ, այսօր ուսանողներ, ես դա վստահաբար ասում եմ, որտեղ ուսանողների հետ ամենօրյա շփման մեջ եմ, որ նույնիսկ ապարանից ամեն օր ուսանողը գալիս է Երևան ու հետ է դառնում, ու տարեց տարի այդ խնդիրը ավելանում է, որովհետև նրանց ծնողները չեն կարողանում
եւ իրենք Երևանում վարձավճարի հարց լուծել։ Ուստի Առաջարկ Հայաստանի ծրագիրը նաեւ առաջարկում է, որ մենք Երևանում պետք է կառուցենք հանրակացարաններ, որպեսզի լուծվի ուսանողների բնակարանային հարցը մարզերից եկած ուսանողների եւ իհարկե երիտասարդի առաջին աշխատատեղ ապահովելը սա այսօր շատ խնդիր է Հայաստանի Հանրապետությունում դիպլոմավորված մասնագետները բազմաթիվ են, բայց ամեն երկրորդ մարդ ունի աշխատանքի խնդիր։ Ուրիշն ասում են մասին, որ հիմնականում մեծ տոկոսը երիտասարդների ավարտելուց հետո մասնագիտությամբ աշխատանք չեն կարողանում գտնել, այսինքն դա հիմնականում այն աշխատանքն է, որ քանի գտել եմ, գնամ աշխատեմ, հացի փող ունենամ, բայց դրա հետ մեկտեղ էլ մենք տեսնում ենք, որ ամեն ոլորտ տարեց տարի լուրջ մասնագետների կորուստ է ունենում եւ խնդիր ունի մասնագետների, որտեղ մենք չենք կարողանում այդ սկզբնական շեմը եւ երիտասարդը ավարտեց որևէ բու ապահովել նրա աշխատանքի հարցը եւ այդ խնդիրը նաեւ մեր ծրագրում զետեղված է ես կարծում եմ որ մենք պիտի երիտասարդների հետ աշխատանքներում լինենք շատ լուրջ եւ կարեւորը արդարացի, որովհետեւ 25 թվականի առաջարկ Հայաստանին ծրագրի նրանց մասնակցությունը, թիվը, ողջևարվածությունը, ճիշտն ասած ողջևորեց մեզ բոլորիս, որովհետեւ նորից հավատ ներշնչվեց, որ իրենք ինչ-որ մի թմբիրից դուրս են եկել, այդ ընկճախտից դուրս են եկել եւ նորից հասկանում են, որ գալու են այնպիսի ժամանակներ, որ իրենք անպայման իրենց ասելիքը ունենալու են եւ իրենց խոսքը ուրույն տեղ է գտնելու։ Շատ շնորհակալություն ուշադրության համար։